ցանկացած չինովնիկ պետք է հասկանա, որ ինքը եթե ինչ-որ օբյեկտ ղեկավարում է, այդ իր սեփական կալվածքը չի, ու այդ օբյեկտում ինչքան սև սպիտակ կա, իրանք հավասարազոր են։ Խաղաղությունը այտենց երկնքից ընկնող մանանա չի, պետք է վաստակես խաղաղությունը, ու խաղաղությունը վաստակում ես պատերազմին պատրաստ լինելով։ Մերձ-Կասպյան ռեգիոնում բուն դրած թուրքական պետությունը, Բաքվի հանրապետությունը զորախաղ էր անցկացրեց։ Մենք 90-ականներից հետո սկսեցինք խորոված ուտել, պարապելու մասին մոռացանք։ Իրանք անդադար պարապում են։ Կարճ ասած, զորավարժությունը անհրաժեշտ է։ Շատ ավելի լուրջ պատճառ կա, որ բանակի թիվն է ոչ բավարար, որ համ սահման պահենք, համ զորավարժություն անենք։ Բալկոնից նայում են ոնց են ընդ ներքևը երեխեքը կռիվ խաղում։ Այդ կռիվ խաղալու շատ կարևոր է, որ չմոռանան, որ իրար սաղ աղբեր են, իրար սաղ քույր եւ եղբայրներ են։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Երկարատև դադարից հետո ամենայն դեպս ինձ երկարատև տված, հա։ Վերադառնում ենք Պոդկա հայրը որդի Վարդանովներ պոդկասթին ու այսօր իմ առաջարկով խոսելու ենք Ադրբեջանի անցկացրած զորավարժությունների մասին, որը հուլիսի անցած շաբաթ է անցկացվել։ 1000 դրամ, հա։ Բաքվի հանրապետության հետ էր, չէ՞ երևի։ Միանշանակ Բաքվի ուղղակի նոր հուլիսի 8-ի հետ կա ժամկետն է էլի նայում, այդ բառը կարդացի։ Մի արդարացվի, ցարմար է, ինչքան կսխալվես, այդքան 1000 դրամ։ Ով ասենք տեղյակ չի, ասեմ, չի կարելի թուրքերի խոսքերը կրկնել, չի կարելի թուրքերի նարատիվները առաջ տանել, եւ դրա մեջ մտնում է նաեւ Քելբաջար ասելը, Լաչին ասելը, Ադրբեջան ասելը։ Դուք նկատել եք, որ չգիտես խի Ստեփանակերտը Խանքենդի է, Երևանը Իրևանա։ Եթե մենք խելք չունենք, ասենք բոլոր լրատվամիջոցներում, գոնե մի քանի լրատվամիջոցներ, ասենք, այս ձևով վերաբերվեն, երևի մի քիչ ավելի խելամիտ կլինի, adekvat կլինի մեր պատասխանը։ Մերձ-Կասպյան ռեգիոնում բուն դրած թուրքական պետությունը, Բաքվի հանրապետությունը զորախաղ էր անցկացրեց։ Բայց մինչև թեմային անդրադառնալը հիշեցնենք մեզ դիտողներին, որ լայքեր դնեն, եթե դուրները գալիս է, դիսլայք դնեք, եթե դուրները չի գալիս, մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքը, այն թեմանը, եթե ինչ-որ թեմաներ կա, որի վերաբերյալ ուզում եք, որ հաղորդում պատրաստենք, խոսենք ավելի ճիշտ, գրեք մեկնաբանություններում, կիսվեք, մեր էջը հավանեք, եսիմ էլ ինչ են ասում, Facebook-յան, Instagram-յան, մեզ քննադատողներին նորից հիշեցնենք, էլի գործնական քննադատեք, բայց մի մոռացեք, որ մերը ուղակի զրույց է, ոչ դաս է, ոչ չգիտեմ ինչ է, մենք ուղակի հայր եւ որդի զրուցում ենք, չնայած վերջի անգամ ու տենց էլի ա եղել, ասենք ունեցել եմ հյուր, իսկ որդիս տեղ չէր, եւ Տիգրանի հետ եմ զրուցել, գնդապետ Տիգրան Հովհաննիսյանի հետ։ Բայց այս հաղորդումը զրույցների հաղորդում է ու կոնկրետ իմ ու Վաղինակի։ Բայց վերջի անգամը այդ չէ, վերջի անգամը իրար հետ են գրել։ Հա, դա նախավերջինն է։ Նախավերջինն։ Հիմա անցնենք բուն թեմային այսօր։ Հա, բուն թեմային անցնենք, այդ ծավալի զորավարժություն գոյշողությունում երբ են անցկացրել։ Վերջի անգամ եղել է 21 թե 22 թվին, բայց ամենը իմ համար հիշվող եղել է ուրեմն 20 թվականի ամռանը, այդ զորախաղերը ամառվա վերջ։ Իմ մոտ ինչն է տպավորվել, որ գիշերային տեղաշարժերով իրականում 20 թվականին առաջի անգամն էր, որ այդ ծավալի բրիգադի մակարդակով ու ավելի բարձր տեղաշարժում էին 20 թվականին։ Դրանից հետո էլի եղել է երկու անգամ, բայց այդ ծավալների չէ։ Այս անգամ Արաքս գետի ամբողջ երկայնքով, այսինքն Պարսկաստանի հետ սահմանով մեկ զորավարժությունը եղել է մարտական հրաձգությամբ։ Բոլոր տեսակի զորքերով։ Բանը կարծում ենք, որ ինքը նախապատրաստված է արևմուտքի կողմից
Իրանի տարածք ներխուժելու, եթե ցամաքային փուլի մեջ մտնի, ինքը դրա հենց նախապատրաստությունը այդ տեսավ այդ աշխատանքն է, զորախաղերով։ բայց դա չի նշանակում, որ Հայաստանին ընդհանրապես վտանգ չի սպառնում, էլի։ Հա, դե մենք դրա մասին խոսացել ենք, որ եթե ինքը հյուսիս մտնի, ինքը կարող է ասի Տրամպ աղբեր, մեծ աղբեր, ինձ բանը Սյունիքը, Վայքը, Գեղարքունիքը պետք են, որ ես հեշտ մտնեմ։ Հա, դե Երևանն էլ չի խանգարի, գոնե կեսը, էլի ասենք, այն կոնդով, բանով, սենց շինգավիթով։ Ու չի բացառվում Տրամպ աղբերը ասի, հա, դե Իրանը առաջնահերթ է, քեզ պետքա ժամանակավոր խոսքը մի 60 տարով կամ 6 ամսով ոնց կստացվի էլի։ Բանը զորախաղերը քեզ ինչ որտեղ արտառոց թվացին, հա։ Մասշտաբն է արտառոց ու նաև որ գիշերային տեղաշարժեր կան այդ մասշտաբների դեպքում։ Մասշտաբը ավելի մասշտաբային ունեցել են կամ նմանատիպ իրանք ունեցել են ու ամեն տարի են ունենում, կարելի է ասել։ Իրենք տարեկան մոտ 10-ի կարգի մեծ զորավարժություն ունենում են, այս տարվա ամենամեծն է։ Արտառոցը երևի Գիշերային ափ դուրս գալն է։ Համ Արաքսի ափը, համ է որ այդ մասշտաբով գիշերային վարժանքներ են։ Ուղղությունը բռնում են, ասենք, դեպի Հայաստանի սահմանները, Արցախի սահմանները առաջներում։ Սա աննախադեպ է հենց դրանով, որ ինքը Արաքսի ափով ասենց դեպի Իրան էր նայում։ Ստեղ մի հատ հետաքրքիր բան կա, ոնց որ մեզ խաբեին, որովհետև զորախաղերը հայտարարված էր լեռնային եւ լեռնաանտառային, ասենք, բան մշակելու։ Իրանի հետ սահմանի վրա ոչ միտեղ լեռնաանտառային տարածք չկա, ուղղակի լեռնային է։ Լեռնային կա, դե այդ Զագրոսի լեռներ, բան, սենց բաներ, Արաքսը հենց անցնում է, արդեն սկսում։ հա, այնտեղ, բայց լեռնաանտառային չկա։ Լեռնաանտառային որտեղ կա։ Սյունիք Ես եւ Տաուշ։ ուզում եի գուշակի, հա։ Սյունիք եւ Տաուշ։ Դա ինչ որ բան, ասենք, պետք է սենց ոնց որ ասած զգուշացում է մեր համար։ Լավ, ընդհանրապես երևի արժե զորախաղերից էլ Ալիևը իր խոսքի մեջ ասաց, որ մեր հյուսիսում ու հարավում պատերազմներ են, իսկ մենք պատերազմների արանքում են գտնվում, դրա համար է պետքա պատրաստ լինենք։ Իրանք հաղթող լինելով մերպես չարեցին, էլի, ոնց որ մենք 90-ականներից հետո սկսեցինք խորոված ուտել, պարապելու մասին մոռացանք։ Իրանք անդադար, հա, պարապում են։ Նոր զորամասեր են հիմնում ու շատ հետաքրքիր, ասենք, ուղղվածություն կա իրանց մոտ։ Իրանք քանի որ Արցախում հաջողեցին լեռնահրաձգային, ասենք, եւ կոմանդոս բանար, ոնց որ ասած գրոհային բրիգադներով, իրանք հենց այդ դրա վրա էլ ոնց որ ասած շեշտը դնում են ու բանա բնական է այդ զորքերին աջակցող անօթաչու թռչող սարքեր, համապատասխան այդ զորքերը նաև զինված են հակատանկային այդ սպայկերով տարբեր կիլոմետրաժ, այնտեղ կարծեմ 5-ից մինչև 20 տարբեր չափսերի սպայկեր կան Իսրայելի արտադրության, կարճ ասած այն բանա ինչ որ մոտները լավ է ստացվել, դա իրանք զարգացնում են եւ դա շատ խելամիտ է, իրենք նաև այն ինչ որ իրանց մոտ լավ չի ստացվել, դա էլ են զարգացնում, փորձում են, ասենք, սխալները հաշվի առնելով։ Օրինակ իրանց մոտ զրահտեխնիկայով հաջողություններ չեղավ հայկական ճակատում 20 թվականին, բայց իրենք հիմա այդ փորձը հաշվի առնելով որոշ փոփոխություններ են մտցրել, իրանց մոտոհրաձգային եւ տանկային զորամասերը էլ մեկ մեծ կալոննաներով, ասենք, մեկ ուղղություններով չէին աշխատում այս զորախաղերի ժամանակ, այլ մի քանի ուղղության վրա ավելի շատ նման էր 22 թվականի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինային, այդ BTG կոչվածները, բրոնետանկովի գրուպի, Իրանք իրենց պաշտոնական հայտարարություններում էլ են նշում, որ վերցրել են ոչ միայն Արցախյան պատերազմի փորձը, այլ նաև նորագույն փորձը, թե ռուսների մասին է խոսքը, ռուս-ուկրաինական հակամարտության, թե պարսկա Իսրայելա ամերիկյան հակամարտության մասին է խոսքը։
Դե իրանց զորախաղերը շատ հետաքրքիր են։ Իրանք շատ բան են հաշվի առնում, շատ բան վերցնում են, մեզանից ահագին տարբերվում են այդ առումով։ Ես կուզենայի նաև հենց այդ ռուսական փոքրաթիվ բրոնե տակտիկական խմբերի, ասենք թուրքերի մոտ մշակումները, որ իրանք անում են, դա տանկային, մոտոհրաձգային եւ ասենք մեխանիզացված ստորաբաժանումների հարվածային խմբերի մասին է խոսքը։ Պետք չի մոռանալ, որ 22 թվականին ռուսական ներխուժումը երբ որ եղավ դեպի Ուկրաինա, այդ երբ որ երկու Իվան ռուսներ, ասենք Կիևից եւ Մոսկվայից իրար այդ պատերազմ սկսեցին, հերթական անգամ, ասենք, շատ բան իմացողներին հնարավորություն եմ ստեղծում, որ ինձ ուղղեն, ուրեմն այդ ժամանակ այդ BTG-ները շատ մեծ հաջողություն բերեցին ռուսական զորքին, շատ մեծ, ուղղակի իրանք լոգիստիկ հարցերը այդքան չէին լուծել, երևակայի չէին սպասում, որ այդքան առանց դիմադրության առաջ կգնան, դրա պատճառով թիկունքներից կդրվել էին եւ հարյուրավոր կիլոմետրեր գնալուց փաստորեն իրանք լինելով զորեղ խմբավորումներ անզոր դարձան, որովհետեւ լոգիստիկ թիկունքային բաները հետևից չէր հասցնում։ Դա էլ են հաշվի առել, ռուսները տակ տվեցին, ոնց որ ասած, դեսանտային այդ Գաստոմելի օպերացիան, նույնիսկ կոտորեցին իրենց լավագույն զորքերը, ասենք, զոհաբերեցին, թուրքերը դա էլ են հաշվի առնում, ոնց որ իրենց դեսանտային զորքերը աչքի չընկան այս զորախաղերում, հենց մասնագիտական դեսանտ իջնելու բանով, էլի։ Եթե եղել է, երևի շատ փոքրաթիվ ա եղել, հետախուզական խմբերի ավելի մակարդակով։ Արժե երևի բանա, որ մենք զրույցի մեջ նշենք նաև իմաստը բանի, չէ, զորախաղերի։ Դե օրինակ ինչի համար է զորախաղը լինում։ Ինքը հնարավոր սցենարների փորձարկումն է, զորքերի պատրաստությունն է ստուգում է սցենարներին։ Զորքերի պատրաստության քննությունն է ինքը կարելի ասել։ Ոչ թե որ գնահատական են տալի, ասենք, այսինչ արդեն պրակտիկ քննություն է հանձնում զորքը։ Պրակտիկ քննություն։ Ամանավանդ մաքսիմալ մոտիկացրել են պատերազմական իրավիճակներին, խոսքը մարտական հրաձգության մասին։ Օֆիցիալ հայտարարացել էր, որ իրենք մաքսիմալ բանին են։ Ու բոլոր տեսակի իրենց օգտագործված այդ զորավարժության օգտագործված զորատեսակները հրաձգությանը մասնակցել են հնարավորինս միաժամանակ։ Այսինքն եթե ռեզերվիստներ էլ։ Հա, ռեզերվիստներն էլ են կանչել։ Ռեզերվիստների թիվը մի քիչ չեմ հավատում, որովհետև այնտեղ գնահատված էր, իրանց օֆիցիալը չեն ասում, կիսաօֆիցիալը ասում էր մինչև 12000, թե 15000, բայց տարբեր օպոզիցիոն թուրքերի բաներում մինչև 32-35 հազարի մասին էր խոսքը, որ այդքան ռեզերվիստների են կանչել։ Դա բավականին մեծ թիվ է, դա այսօրով իրանց եղած գործող բանակի մոտավորապես 1/4-ն է գալի ու հսկայական թիվ է, էլի ասենք, դա ոնց որ պատերազմի դա թաքնված մոբիլիզացիայի ձևերից մեկն է։ Դե իրականում 20 թվականին էլ էին նույն ձև անում, ամեն զորավարժությունից հետո տեխնիկաների ռեգիոնում զորավարժություն էին անում, այս ռեգիոնից բերում էին ստեղ ու հետո հետ չէր գնում տեխնիկան։ Նույն անձնակազմը։ Նույն ձև, բացի անձնակազմն էլ, նույնիսկ Թուրքիայի հետ համատեղ Օսմանների հետ համատեղ զորավարժությունը, որ արեցին, այդ F-16-երը մնաց նույնիսկ ավիացիան, ասենք, Բաքվի հանրապետությունում, որ խնդիր չուներ գնալու։ Այդ էլ օգոստոսի վերջին, եթե չեմ սխալվում, 20 թվականի եղավ, Էֆերը Գյանջայի այդ Եվլախի օդանավակայաններում էին կանգնած։ Գանձակ քաղաքում էին իրենց դիսլոկացիան Գանձակ քաղաքի այրոպորտներ ու իրանք էլ մեր Սու-30-ների պես ոնց որ իրավունք չունեին սահման հատելու, դրա համար իրենց տարածքի բանն էին հսկում։ Չնայած իրենց հրթիռները հնարավորություն տալիս էր իրենց տարածքից հանգիստ մեր ինքնաթիռները ոչնչացնել։ Բայց մենք մինչև հիմա չգիտենք, Ոմա գումարտակը զինադադարը ուժի մեջ մտնելուց որոշ ժամանակ հետո որ ռմբակոծեց,
մենք չենք իմանում ով է մեզ ռմբակոծել, չէ, F-ը ռմբակոծել, որը իրավունք չուներ մասնակցել պատերազմի իրականում չգիտենք, որտեվ գիշերը ժամը 1-ին են սկսել այդ լինիան ռմբակոծել, չես կարող ասես։ Թե Բաքվի Հանրապետության ավիացիան էր։ Մենք միգուցե ասենք մեր հետախուզությունը զարմանք առաջացնում, բայց մեկ էլ տեսար գիտեն իրանք։ Բայց եթե գիտի էլ դատական գործերի մեջ ես ինչքան գիտեմ, հայց չի եղել, էլի ոչ մի տեղ չի եղել։ Դե բանա հայցը Արցախը պետք է աներ, Արցախը չճանաչված պետություն, բան։ Նույն Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը որպես բանա զինադադար ստորագրած, Ռուսաստանի Հանրապետությունը որպես զինադադար ստորագրած։ Ճիշտ է, հետագա իրադարձությունները ցույց տվին, որ մենք բոլոր մեր հայցերը հետ կանչեցինք, ինչը Բաքվի Հանրապետությունը չի արել։ Ուզում ես ասես, ես միջև հիմա իրանց մոտ միջազգային հետախուզման մեջ եմ։ Դու թուրքերի մոտ չես կարող Ադրբեջան երկրորդ հազար Բաքվի Հանրապետություն գնաս։ Դու կարաս գնաս, ոնց որ մեր պապերը Բեռլին մտան, այդպես կարաս։ Հա, այդպես կարելի է։ Բայց չես ուզում, էլի։ Մենք պատերազմ հրահրող չենք, բայց պատերազմի որ պատրաստվել է պետք, դա միանշանակ։ Չէ, մենք իրականում մեզան պատերազմի մասնակիցների շատ խաղաղություն ուզող չկա, ես չեմ տեսել։ Ու մենք ուղղակի մի ուրիշ ճիշտն ենք հասկացել, որ խաղաղությունը այտենց երկնքից ընկնող մանանա չէ, պետք է վաստակես խաղաղությունը, ու խաղաղությունը վաստակում ես պատերազմին պատրաստ լինելով։ Եթե լավ պատրաստ ես, քո վրա ոչ մեկ չի ուզում հարձակվի, որտեվ թանկ է։ Շվեյցարիայի օրինակը հիշեք, ասենք 40-41 թվականին անգամ նույնիսկ հա բանը ինչ էր իրանց ավիացիայի անունը Luftwaffe-ի ինքնաթիռները խփում էին, բայց մեկը ոչ մեկ ոչի բան։ Երկու հատ ինքնաթիռ ասում են Ադոլֆ Հիտլերը գժվել էր, որ Մեսերշմիտներով շվեյցարացիները որ առել էին։ Հա, իրանցից առել էին իրանց Մեսերշմիտները։ Երկու բանը օթաչուել, գերի են վերցրել։ Դրանից հետո գերմանացիք եկան հետները խելոք պայմանավորվեցին, ճիշտ է, շվեյցարացիքի խելոք գլուխները կախեցին։ Տրիպի ուղի, բան տրիպերներ ընդեղ էլ կան, էլի, ասենք, որ այդ տրիպի ուղիով բանը փող մուծելով, բանով այդտեղ։ Հա, ազատ տեղաշարժվեր իրենց ապրանքը, ուղղակի այդքան է ազատ չէր, հարկ էին մուծում։ Ոչ թե այնտեղ բանը ինչ որ ձյաձյա էր միջնորդել ամերիկյան ֆիրմա, եսի մի բան չէ, իրանք այնքան ուժեղ էին, որ իրանք պարտադրեցին իրանց հետ սաղ պայմանագրերը արվի եւ գնացքով Շտիրլիցը երբ որ գնում գալիս էր այնտեղ հաստատ այդ գնացքի համար Գերմանիան մեծ փողեր էր մոզվում։ Բանը զորախաղերի հետ կապված սենց մի բան եմ ուզում ասեմ 23 թվականին երբ որ գումարտակը գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ ոման մարզեց եւ այդ գումարտակի հրամանատարի տեղակալն դու մեկ օրյա վերջի զորախաղը երբ որ մենք պնդեցինք որ զորախաղ լինի Դա այդ տարվա միակ զորախաղն էր տարվա միակ զորախաղն էր բայց մենք պնդեցինք ոչ թե դրա համար որ լինենք արտառոց sense գումարտակ մենք պնդեցինք որ ցույց տանք ինչի է ընդունակ 7-ից 8 օր ոմայի մեթոդներով մարզված եւ ոմայի ինստրուկտորներով իրենց պարտներների հետ միասին իհարկե, որոնք ոմայի անդամ չէին, ուրեմն բանա, ինչի ընդունակ անձնակազմը Պայստազորային տուրիստական զոնայի, ասենք, Կոտայքի մարզից Ծաղկաձոր, տարբեր տարիքի մենք էլ չենք ընտրել, էլի Եվ շտաբի պետը, որ եկել էր շատ դժգոհ դեմքով, էսուր եք ինձ բերել, էսա բանը, էս ինչ պետք է տենամ բան, հիացմունքի դեմքեր ընդե մոտը, որ դոսուս էլի, ու ես ոչ թե մեզ եմ գովում, այլ մեր կոլեկտիվն եմ գովում, որը որ ի վիճակի է անգամ այն անձնակազմը, որը որ մշտապես 3 ամիս տուրիստներին, բանա, այս շոկ ամիսներին հիմա մի քիչ ակտուալ է այնտեղ տեղ տալով, պահելով, հետո 9 ամիս ոչ մի բան չանելով, բնական է մի քիչ սպիրտնոյի հետ ոտակցում։ Այ մեր մոտ դեպք չեղավ որ խմեն, իսկ երկրորդ օրվանից Չէ, մի դեպք եղել է, մեկը կար
հենց կախվածություն ուներ, այդ հիվանդ էր էլի դե։ հիվանդ էր այդ մարդը։ Բայց ասեմ, որ լավ պատրաստված տղաները եկել են, քանի որ մտածում են Շշերով ոնց էլի։ որ միշտ շատ պարապ ժամանակ են ունենալու, հետո իրանք իրենց կամքով Երկրորդ պատրաստությունները սկսեցին դատարկել, մի մասը հանձնեցին, մի մասը իրանք դատարկեցին, երբ որ իմացան, որ հանձնելուց հետո այդ շշերը դատարկվում է ունիտազի մեջ։ Սկզբի 4 օրը տենց հələ դժգոհներ կային, 5-րդ օրվանից արդեն դժգոհողը, ամենադժգոհը ասում էր, երբ ենք այս պարապմունքը անելու։ Նշենք, այդ հավաքների ժամանակ 6:30 զարթնում էին ու սկսում էր պարապմունքները մինչև 11-ը երեկոյան։ Մարդիկ ռեալ լավ բան էին սովորում։ Բացի այդ գիշերային հերթապահություն, ամեն ինչով էլի։ Ճիշտ է, ընդ առաջարկներ արեցի, որ այտենց ինտենսիվ պարապմունքներից հետո չի կարելի 14 օրով էլ բաներ հանել, դիրքեր հանել, մարտական հերթապահության, առաջարկեցի այդ 25-օրյան 5 օր ոնց որ արձակուրդ տան, հետո 14 օրը նոր գան բարձրանան, վատագույն տարբերակը էլի, քանի որ մտածում եմ, որ այս մարդկանց հազիվ են հավաքել։ Համոզված չէին, որ հետ կհավաքեն։ Այս վարչության պետը ասես, բա որ գնան տուն ոնց են, չենք կարելու հետ հավաքենք, ասես զարմացած Այնքան լավն էր զորախաղը, որ միջև հիմա պաշտպանության նախարարությունը այդ զորախաղի պլանկեն չի կարում, ասենք, հաղթահարի։ Ձգտում է, մոտը չի ստացվում, իսկ մարդիկ կան, որ այդտեղ ոչ մի բան չանելով, միայն մեզ գալ խանգարելով, հիմա ասում են մենք անցկացրենք այդ զորախաղերը։ Թող իրանք բանը անցկացրած ծնեն, բայց ես իրականում էդի բանակի խնդիրը այդտեղ այնքանով է, որ ինքը զուտ ռեսուրս այդքան չունի, հրահանգչական այդքան ռեսուրս չունի, որ ռեզերվն է պարապացնի։ Ես դրա մասին էի հենց ուզում ասել։ Հա, ու չենք այդքան համարձակություն երևի չունեն կամ խանդոտ են այդքան, որ դրա մասին էի ուզում ասել, որ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, որոնք հերթապահության են, իրանք մշտապես հերթապահության մեջ լինելով, հետո գալիս են զորամաս, մի կերպ մի քիչ պարապում են ինչ-որ բաներ, հիմնականում դե կրակային, լավա շարայինը մի քիչ պակասացրել են։ Բայց 25-օրյաներին շարային են անում շատ։ Հա, բա ինչ անեն։ Եթե ինստրուկտոր ուրիշ չունեն, շարայինը դե քիչ թե շատ ուսադիր կրողները բոլորը գիտեն, էլի ասենք։ Ես խեմ հիմա դրա մասին մի քիչ sense երկար փորձում խոսամ, որովհետև շատ վատ բան է տեղի ունեցել անցած տարի, երբ որ հայտարարվեց, որ բանը DOSAF-ը, որը որ 100 տարեկան կառույց է, եւ մշտապես պաշտպանության նախարարությունների սովետական միության ժամանակ, անկախ Հայաստան ժամանակ պաշտպանության նախարարությունների սպասարկողն ա եղել, հասարակական կազմակերպություն, որը մշտապես աջակից ա եղել եւ սպասարկել է կադրեր տրամադրելով, որտեղ շատ մարդիկ չեն հիշում DOSAF-ի մաս։ Հա, անցած տարի պաշտպանության նախարարությունը, ուրեմն եթերում ես իմ ականջներով լսեցի եւ մի հատ մուլտիպլիկացիոն հերոսի պես ասեցի, բան կարելի ասել իմ ականջներով լսեցի, աշկերով տեսա, կեսն է պոչիկիս ընկավ գլխիս, որ ինքը հայտարարեց, որ բանակը ինքը պետք է ամեն ինչ իր մեջ ունենա, ու 2-3 ծրագիր կա DOSAF-ի հետ անում ենք, էդ էլ պետք է վերջ, էլ ոչ մի հասարակական կազմակերպությունների հետ պաշտպանության նախարարությունը չի համագործակցել։ Դա լուրջ մտածմունքների տեղիք է տալիս, որտեղ մյուս կողմից քաղաքական ուժը հայտարարում է, որ շարունակելու են այդ ազգ-բանակ հայեցակարգը, որը սիրուն բառերով համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգ է կոչվում, այդ process-ը շարունակելու համար պետք է հասարակությունը ակտիվ ներգրավված լինի։ Երևի Պապիկյան Սուրենը չի հասկանում այդ ինչ է։ Չէ, ինքը երևակայի հասկանում է, դու սխալվում ես այդ առումով։ Ես ուզում եմ քեզ մի ազգ բանակի օրինակ բերեմ, որը որ հասարակությանը, հասարակական կազմակերպություն չի ներգրավում։ Սինգապուրը դա էլի ցույց է տալիս, որ ինքը չի հասկանում, որովհետև Սինգապուրը մտածելակերպի լեզվամտածողության տարբերությունը մեր ու Սինգապուրի շատ է։ Մենք եթե վեկալ ենք
նույնիսկ շվեյցարականը կամ իսրայելականը վեկալել ուղակի կոպի անելը հիմարություն է ու հիմիկվա մեր պետության ռեսուրսներով ավելի ձեռա տալիս, եթե տենց նայես, քիչ ֆինանս ծախսելով, հասարակական կազմակերպությունները կանեն, քեզնանից հասնելով մի հատ օրենք ընդունես։ Հենց դրա մասին է խոսքը, որ Սինգապուրը հսկայական ռեսուրս է ծախսում, որպեսզի ազգ բանակը լինի աբսոլյուտ բյուրոկրատական, ասենք, կառույց։ Ահա, բայց այդ բյուրոկրատացված։ այնքան ռեսուրս է ծախսում, որ հանկարծ նորմատիվը չես հանձնում, հարկերդ շատանում է, չգիտեմ, ավել քաշով ես գալի, ինչքան ծախսում է 5 անգամ ավել էլ պահանջում է, այտենց խստություն, եթե մեր ազգի հանդեպ կանաս անես։ Մենակ դա չի, վաղ, մենակ դա չի։ Սինգապուրը աշխարհի ամենահարուստ երկիրն է քաղաքացիներ բյուջետ հարաբերությունը։ Աշխարհի ամենահարուստ երկիրն է։ Չունենալով ոչ մի ռեսուրս պրինցիպին։ Դե ինքը խելամիտ, ասենք, նախ բախտը վերելա ճիշտ տեղում է գտնվել, ու երբ որ իրանց հանեցին սովետական միությունից, ինադու եմ սխալվում, էլի ասենք, Մալայզիայի ֆեդերացիայից, թե կոնֆեդերացիայից, իրանք ողբում էին, բայց ելք գտան։ Եվ այդ ելքը գտնելուց իրանք երբ որ կարողացան, սկսեցին կառուցել ազգ բանակ, որը որ այդ մաքսիմալ դոսաֆներից կդրված ծրագրեր սաղ փակել եւ այլն։ Բայց իրանք շատ փոքր պետություն է, մի քաղաք, երկու գյուղ է, ինչքան գիտեմ։ Հայաստանի չափ բնակչություն ունի։ Հա, Հայաստան, բայց տարածքային բանն էլ է շատ, կոմոդ նոսր է բնակեցված, էդ էլ կա։ Հա։ Ինքը շատ հեշտ է կառավարելը, սաղ նույն տեղերն է, էլի կառավարելը հեշտ։ Մենք փողը ունենք լավ, հələ փողին մենակ նայենք։ Մենք փողը իհարկե չունենք, այդ փողը։ Իմիջայլոց զորախաղերի Հայաստանում փոքրաթիվ լինելը կամ չլինելը մեկ-մեկ, հենց դրանով են բացատրում, որ ֆինանսներ չունենք։ Իսկ ինձ թվում է ուրիշ պատճառ է, շատ ավելի լուրջ պատճառ կա, որ մեր բանակի թիվն է ոչ բավարար, որ համ սահման պահենք, համ զորավարժություն անենք, չեն հասցնում։ Ռեզերվիստները քեզ փեշքեր, օրինակ, եթե ռեզերվիստներով անելու համար է, պետք է հրանգիչներ ունենաս, ես մի քիչ նախանձով եմ նայում Բաքվի Հանրապետությանը, որ ինքը ռեզերվիստների հետ կարող է գիշերային երթերով բան անցկացնի, զորավարժություն անցկացնի, դա նշանակում է իրենց ռեզերվը պատրաստված է։ Դե իրանց մոտ հասարակական կազմակերպությունները չի, որ աջակցում են այդ ամեն ինչին։ Պետական մասշտաբով է արվում։ Այնտեղ էլ է բանը Սինգապուրոտ վիճակներ։ Դե դիկտատուրա է, հնարավոր է Սինգապուրում էլ են հասել դիկտատուրայով էլ իրականում։ Ինքը դրսից աջակցություններ ունի, հենց այդ դասատուների առումով թուրքական բանակի հսկայական զանգված, ասենք, սպաներ, սերժանտներ գալիս էին ժամանակին այս զորախաղի հետ կապված, ասենք, չեմ կարող ասեմ նույն ձևով եկել են թե չէ, որ ասենք ռեզերվիստների հետ մասսայական բանա ոնց որ ասած ուչեպկեկ էին։ Ինձ թվում է մասնակցել են էլի, որովհետև էլի վերջի հարցած այդ գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Չէ, Շուշիում ես իմիշ գագաթնաժողով էր իրանց այդպես բացի հա մեդիա գագաթնաժողով էր այդպես Global Media Forum-ը։ Հա։ Այդ ժամանակ էլի խոսեց Թուրքիայի հետ, որ իրանք եղբայրներ են, նույն պետություն, այսինքն նույն ազգն է, երկու պետությունով, էլի ասեց քուրդ տիրակալը Բաքվի խանության, չէ՞։ Հա։ Ասեց Ռուսաստանին էր մի քիչ լսացնում, չգիտեմ, պարսիկներին էր մի քիչ լսացնում, բայց համել բացատրում էր այն փաստը, թե խեն թուրք զինվորականները այդքան շատ ներկայաց, իրենք տարվա մեջ մի քանի անգամ էլ հենց Օսման թուրքերի հետ են զորավարժություններ անցնում։ Պարտադիր է, մինիմում ձմեռայինը Ղարսի նահանգում մի հատ անցնում։ Ձմեռայինը անցկացնում են։ Հեսա այս գալող ամիսը պետք է լինի էլի թուրքերի հետ։ Հատուկ ջոկատայիններն են այնտեղ, ասենք։ Այն ժամանակ թե միայն գնում էին օսմանների տարածքում էին անում, հիմա օսմանները իրանց տարածքում էլ են անում, այսինքն օֆիցիալ մակարդակն վաղ քո ասած ժամանակ գալիս էին ոչ օֆիցիալ ռեզերվիստներին պարապաստում են, հիմա ամեն ինչը արդեն օֆիցիալ մակարդակով են անում։ Հակցնելու բան չունի։ Ասած ռուսը ինչքան հերվածվեց Կովկասից, այնքան ավելի օֆիցիալ է թուրքը
Օսման թուրքը ներկա Մերձկասպյան թուրքերի զինված ուժերում։ Հա։ Բանը Դե արդեն 20 թվականին միջև ամսի հոկտեմբերի 5-6-ը իրանց անտաղանդ հրամանատարությունը չէր Բաքվի անտաղանդ հրամանատարությունը չէր կարող։ Չեմ կարծում, որ անտաղանդ էին, այստեղ խնդիրը ուրիշ էր։ Այստեղ խնդիրն էր, որ բանը իրենք կարծում էին, որ ռուսական ակադեմիաներում սովորած բանը զինվորականները կարող է Մոսկվայից կարգադրություն ստանան եւ կատարեն։ Կարող է, հա, համընկավ իրականում առաջի հետ Ավելի շատ դա մանավանդ Նաջմեդին Սադիխով էր, ինչ էր էտի, շատ գրագետ զինվորականներ էլ իրանց գլխավոր շտաբի պետներ։ Բայց փոխեցին բանայինը գլխավոր շտաբի պետին էլ խորհրդականներով բաներով ժամանակավոր հանեցին, միշտ ճանապարհեցին։ Բանը զորախաղերին էլի անդրադառնանք։ Հայաստանի Հանրապետությունում այդ մակարդակի զորախաղ եղել է, երբ որ ուղղաթիռը խոցվեց Հայաստանի Հանրապետության ինքնավար հանրապետությունում, Արցախի տարածքում եղավ զորախաղ, որին 30,000 մարդ էր մասնակցել, դա հսկայական մեծ թիվ էր, ասենք Հայաստանի Հանրապետության համար։ Շատ լուրջ թիվ է, կեսն էր մասնակցում։ Թուրքը այնց մի հատ ապտակ տվեց այդ մեր 30,000-անոց խմբավորմանը, խոցելով բանը առաջնագիծը չհատած ուղղաթիռը, եւ այդ դառավ մեր համար պատմություն տղաների դիերը հանելու, բայց հետն էլ դա լուրջ ռազմաքաղաքական ապտակ եղավ, որ այսքան հավաքվել եք, մեկ այլի այդքան չկաք, որ վրա տակ։ Այդ շատ լուրջ բան էր, էլի, ինձ թվում է 16 թվականի այդ նախապատրաստությունը, որ առաջնագիծը բանը ճղելով իրենք արեցին, այդ ուղղաթիռի խոցման adekvat պատասխան չստանալու հետևանքներ։ Հա, որտեվ վախը անցել է։ Զորավարժություններ անելու նպատակներից մեկն էլ դիմացինին վախացնելն է։ Դու վախացնում ես, իսկ ինքը ավելի է վախ։ Ծնգիտ է խփում, ոնց լուրջ տրավմա է հասնում։ Մռնչում ես, խփում է ծնգիտ, դու ախ ասելով։ Հա, էլի։ Մոռացել ես դաժե որ մռնչացել ես, այդտենց ցավոտ է։ Սովետի ժամանակ ուրեմն ես բազմաթիվ զորախաղերի եմ մասնակցել, ուրեմն զորախաղերից մեկը, որը շատ մեծ մասշտաբային էր, շատ, բայց ես այնտեղ մասնակցել եմ ոնց մեր խումբը տարան նստեցրեցին որպես զապաս, պահեստային խումբ, հետախուզած դիվերսիոն խմբերին, որոնք որ ասենք գնացել են հանձնարարություն կատարելու։ Իրենք բոլորը բարեհաջող կատարել էին, դրա պատճառով մեր ուրեմն Անդերկովկասի բանից օկրուգից տարված բանը խմբերը չմասնակցեցին այդ բանին, ուրեմն դա շիտ 85-ներ հսկայական զորքեր էին մասնակցել, մի քանի 100,000 հոգի մասնակցել էր, բոլոր արևմտյան օկրուգները, Ադեսկի, Կիևսկի, Բելարուսկի, Պրիբալտիյսկի, Լենինգրադսկի։ Ես նաև մասնակցել եմ, ասենք, Կովկաս 85 զորախաղերին, մասնակցել եմ Учения сил и средств разведки Ставки Южных округов, էդի Անդերկովկասի օկրուգը, Միջին Ասիայի օկրուգը եւ Տուրկեստանսկի օկրուգը։ Էդի ամենամեծերն եմ ասում, էլի, չհաշված, երևի ամեն ամիս ինչ-որ մի զորախաղերի մենք մասնակցում ենք եւ պատճառներից մեկը, որ մեր բրիգադի հրամանատար Ֆիսյուկը բրիգադի հրամանատարից գնաց Դալնիվաստոչնի օկրուգի փոխ հրամանատար դառավ, մի 4 աստիճան վերև հելավ, էլի կարելի ասել, եւ Արխիպովը Անդերկովկասի կամանդուշից գնաց Մոսկվայի կամանդուշի օկրուգ դառավ, էդ էլ մի քանի աստիճան։ Այն էր, որ մշտապես, ասենք, զորախաղեր եւ հաջող զորախաղեր հաջող, կամանձիրովկեկ Աֆղանստան հաջող, կարճ ասած, այդ ուսումնական process-ը, որը որ պարտադիր վերջանում էր զորախաղերով,
հատված, ասենք, կես տարվանն էլ ինչ որ զորախաղեր, հատված էլի զորախաղեր, ու այդ զորախաղերով մշտապես ցույց է տալի հաջողություն, եւ դա գնահատվում էր սովետական միությունում։ Ցավալի է, Հայաստանի Հանրապետությունում այդքան զորախաղեր չկա, որ գնահատվեն, դրա համար գեներալիտետը ստեղծվում է լոյալության վրա, գնդապետը գեներալ է դառնում ոչ թե որ ինքը զորախաղերում ցույց տվեց ինքը ինչ տաղանդավոր զորավար է, կամ պատերազմի դաշտում, այլ ուղղակի ասենք լավ շեֆ ջան է ասում, ճիգարով ասում, լավ աչը համբուրելու համար։ Հա, բանը դա շատ վատ հետևանքների բերեց մեզ մի անգամ եւ կարա նորից բերի շատ վատ հետևանքների։ Բայց մի անգամ չէ, շատ երկար է, արդեն Ընդհանրապես հիշենք մի բան։ 90 թվականից հետո շատ վատ հետևանքների է բերում մինչև հիմա։ Հա։ Բայց 20 թիվը եւ հետագա, ասենք, զարգացումները, բայց այդ զորավարժությունների հետ կապված մի հատ բան էլ ասեմ, վերջերս ակտիվ սկսել են լրագրողներին պատրաստությունը։ Լրագրողների համար կարելի ասել փոքր զորավարժություններ են կազմակերպում։ Դա անգամ է զորավարժություն չի, դա ուղղակի իրանց են սովորացնում, որ իրանք գրագետ բան դառնան։ Զորավարժությունը վարժանքները ռազմական մեդիա են ձևավորում։ Ռազմական մեդիա են, հա, ձևավորում, դրա մասին բնաեջերում էլ կարակ շատ տեսնեք, բայց մեր զորավարժությունների մասին, հա, մաս կարող նոր զենք են բերում կրակայիններն են, դա զորավարժություն չի։ Զորավարժություն չի։ Մենք տեղաշարժով լայնածավալ զորավարժություն վերջի անգամ 20 թվականին էլ հենց ունեցել ենք։ Ու իմիջիայլոց 19-20 թվականներին մեր զորքերը օրինակ շատ ակտիվ պարապում էր։ Դա։ Հիշես, ես անդադար ինչ-որ դաշտային ելքերի էի գնում։ Մենք պիտի հասկանանք sense մի բան, էլի, որ զորախաղը դա ուսումնական process-ի շարունակությունն է։ Այ ուսումնական process-ը երբ որ բավարար չի, բնական է զորախաղեր չես անում։ Այս զորավարների հնարավոր է լավ զորավարներ են, ասենք, մեր մոտ հիմա գեներալիտետը ձևավորվել են, հնարավոր է, բայց պրակտիկ իրանց զորավարությունը մենք տեղյակ չենք ու իրանք էլ տեղյակ չեն ասա։ Մենակ շտաբային բաներով է, այդ վարժանքների ժամանակը դել շտաբայինը հաշիվ չի, թղթերով են խաղում, էլի։ Թղթերով, հեռախոսով եւ ռացիայով խաղալը դա բանա իրականին մոտիկացրած զորախաղերին երբեք մոտիկ չի։ Մոռացել են, որ զորքերը մենակ մարդկանցից չեն, կազմված տեխնիկաներից էլ են, տեխնիկանն էլ է պետք փորձարկել։ Եվ բացի դրանից միշտ գոյություն ունի այդ բանը, էլի ռուսական բան կանեմ, гладко было на бумаге, да овраги помешали, էլի, то есть թղթի վրա ամեն ինչ չոտքի է, իսկ բան ռելիեֆի բաները անհարթությունները խանգարեցին։ Հետո բանը զորքերի մեջ հենց նույն բանը գերմանական մեծն բանը ռազմավարության, տակտիկայի, ասենք, հեղինակը ոնց է Կլաուզևիցը ինքը դրան բանը շփում է ասում, որ բանը շփումները խանգարում են ու շփումները շատ են եւ զորախաղերն են ռուսերեն տրենյա են ասում, ես բառացի եմ թարգմանում, Կաղա Կլաուզևիցի հայկական տարբերակի մեջ այդ շփում բառ չի, այլ ուրիշ բան է, ուրեմն այդ զորքերի ներդաշնակումն է, էլի դա։ Չէ, շփումները այդ բանը տրենյան, դա են խանգարող process-ներն են։ Այդ որպեսի չխանգարի ներդաշնակված պետք է լինի։ Այո, իսկ դա նշանակում է դու այնքան պետք է զորախաղերում շփումներ անես, որ դա դզվի։ Եվ sense տարբեր տեսակի զորքերը իրար հետ աշխատել կարողանան, օրինակ ԱԹՍ զորքեր ունենք, հրետանու հետ պետք է աշխատեն, բայց դրա հետ մեկտեղ նաև աշխատեն չէ, իրանք պետք է մի մարմին լինեն։ Մի մարմին պետք է լինեն, հա, պետք է աշխատեն, էլի, որ մի մարմին լինեն, բայց դրա հետ մեկտեղ նաև հատուկ ստորաբաժանումները օրինակ խառնում, իրանք էլ այդ կրակայինի ընթացքում ինչ որ գործողություն են կատարում։ Նույն այդ 25-օրյա վարժանքի ժամանակ, երբ որ մեր հրետանավորները կրակային վարժանք էին անում, ու գործնական կրակային էին անում, ես կրակայինի ջոկի մարտական հրաձգություն էի կազմակերպել։ Կարելի ասել նույն դաշտում իրականում անվտանգության խնդիր իհարկե չկար, ընդհանրապես չկար, որտեվ
դաշտի այս ծերը աշխատում էր հրետանի, մենք լրիվ ձախ կողմում էինք աշխատում, որ հնարավոր 0-ի էր հավասար էլի շանսերը, որ իրար կխանգարեն կոպիտ ասած, բայց այդ ձեները, այդ զգացողությունը, երբ որ դու այդ գմփոցի տակ ես անում, բան ձեները սաղ լավ լսվում էր։ Ու նորմալ ստացվեց։ Ջոկի հրաձգությունն էլ սենց էր, որ մենք հենց այդ դիրքերի վրա ենք հարձակվում իմիտացիան, որտեղ կրակում են հրետանավորները։ Ես չգիտեմ գերմաներենում ինչ բառ է օգտագործվել, ռուսերենում որ տրենիա է, շփում է, ուրեմն այնտեղ շատ կարևոր է, էլի, այդ շփումները բերես այն մակարդակի, որ արդեն sense մագնիսական բանով շփում չլինի, то есть պետք է հարթես, եւ հարթելը հնարավոր է բերել լավ մակարդակի միայն ու միայն զորախաղերով։ Թուրքը դեբիլ չի, էլի, որ մշտապես զորախաղեր անում, մշտապես նոր օպտիկա ստացան, ասենք, եւ սովորեցին այդ օպտիկան կամ ծանոթացրեցին անձնակազմեսով։ Միանգամից զորախաղ, որտեղ որ այդ օպտիկայով աշխատելը գլխավորն է։ Մենակ Թուրքից է խոսում, նույն եվրոպացիներն է, խաղաղասեր եվրոպացիները, որոնք գիտեմ արդեն համարյա 80 տարի պատերազմ չեն տեսել իրենց բանում։ Ֆրանսիացիները օրինակ քաղաքային մարտեր են պարապում։ Հա, իդեպ համացանցում նման կադրեր լիքն է։ Հենց քաղաքացիների ներկայով, զենքերով, բաներով ոնց են քաղաքում։ Զգուշացնում են, որ այս քաղաքում այս ժամին բանա զորավարժություն է լինելու։ Խալաստոյներով կրակելով մարդկանց ներկայությամբ իմիջայլոց։ Մարդիկ էլ ոնց որ նստած թադրոն նայեն, էլի, ասենք բալկոնից։ Բայց իրական պարապմունք է գնում այդ։ Համել սովորացնում են մարդկանց, իրանք այնքան որ պանիկա չլինի։ Բացի պանիկան, ոնց որ ռեկլամնի ակցիա էլ է այդ իրար մեջ բանանում, պարունակում, իրենք քանի որ իրանց մոտ բանը պրիզիվը որ իջացրել էին 0% հիմա բարձրացրել են, մեկը չեն կարող բանակը համալրեն։ Բայց նոր process չի, այդ որ ուզում են համալրեն։ Չէ, դա ասում երկրորդական նպատակն է կոնտրակտնիկներին ապեր։ Կոնտրակտնիկներին էլ ասենք այդ մարդը ինչ իմանա, որ ինքը ուզում է այդ բանա, պետք է մի բան տենա, չէ, հերոստացույցով միշտ չի որ գրավի, չէ, կենթանի դա էլ է դեր խաղում, բայց բանը զորախաղերի մասին մեկ էլ շատ կարևոր է մի բան ասել, բանը այդ գիրքը, որը որ թարգմանել է հլվոր ռուսերեն Տիգրան Հովհաննիսյանը, ուրեմն ինքը զորավարների ոչ կոմպետենտության մասին է։ Դա հիմնականում այդ ոչ կոմպետենտությունը բացվում է եւ հնարավորություն է տալի այդ ոչ կոմպետենտությունը չեզոքացվի զորախաղերով, որովհետեւ եթե դու դա պատերազմի ժամանակ ես անում, դա հսկայական կորուստներով է լինում։ Իսկ զորավարժությունների ժամանակ այդ ամեն ինչը բացվում է, որովհետեւ այդ շարժը, այդ աժիոտաժը, համարյա պատերազմը բացում է մարդու արագ շախմատ խաղալու չիմանալը, պայմանական եմ ասում, էլի իհարկե։ Կարճ ասած, զորավարժությունը անհրաժեշտ է ու քանի որ ազգ բանակը ունի համ թանգանոց ձևը, ոնց որ Սինգապուրը, համ էժան ձևը, ոնց որ Ֆինլանդիան, Շվեյցարիան, այդ նույն ձևով զորախաղերը լինում են թանգանոց, ոնց որ անցկացնում է զորախաղերը, ասենք Միացյալ Ամերիկայի Նահանգները, իրանց զորախաղի ժամանակ այնքան դրոն եսի մինչեր են, ասենք գմփում ու բանանում, որ այդ դրա գումարով կարելի է սաղ երկրագունդը զորախաղեր անցկացնել բոլոր բանակներով։ Եվ կա էժան զորախաղերի ձևեր, դա ռեզերվիստներին ներգրավել ազգ բանակի շրջանակներում, որտեղ որ այս ռեզերվիստը ոչ թե 7-8 օր հիմա է պարապել, այլ անցած տարի էլ է եկել 7-8 օր պարապել։ Հիմա էլ է 7-8 օր պարապում, որից 2-3 օրը վերհիշում է, մի 5 օր էլ նոր բան է սովորում։ Եվ պարտադիր չի, դու եսիմ ինչ ծախսեր տենաս, այդ ռեզերվիստին, որ կանչել ես 7-8 օր պարապում է, մի օր 2 օր զորախաղ է անում, եւ հետո դիրքեր պետք է թա, դա ավելի արդյունավետ է լինելու, համ գեներալիտետը ավելի գրագետ կլինի, համ սպայական կազմը, ոնց որ ասում են, լոգիստիկայի վարպետ պետք է լինի ցանկացած օֆիցեր,
այդտեղ կերևա, որ ինքը վարպետա թե չէ ու իր մազգարդակը կբարձրանա։ Համ զինվորները ռեզերվիստ թե ասենք ժամկետային որակները իրանց կբարձրանա եւ ոնց որ Վաղինակը ասեց, բան այդ քմփոցին բանին սովոր կլինի։ Համ խաղաղ բնակչությունը տա ասենք բանանում ոչ թե որ բանը մենք բանից ջոմարդից քարվաճառում անձնակազմը 16-17 տարեկան երեխեքը ասենք բանա դադիվանք էին քայլում պանիկայի մեջ մեկ էլ ԱԱՑ էր զանգում պարոն Վարդանով այդ ձերոնք են արա տրասով քայլող ինչա դիվերսանտներ են բայց այնքան ահազանգեր էր լինում այսպես ասած խաղաղ բնակիչներ ելով կդիմանա էլի ասենք քայլող ասենք ռեզինից կամ փայտից ավտոմատով ասենք մարդային Ամես չեն ջերմուկում ասում խնդրում ենք զենքերով դուրս եկեք դատարկ ջերմուկով Անդե պատերազմ է 22 թվականի հոկտեմբերին արդեն մի քանի օր առաջ ասենք այն բանը իմ չափ բանը սնարյադով ջերմուկին մի քանի հատ դմպացրել էին բանը ջերմուկի ջրամբարի ձկները սաղ վարի գնացին որտեղ մի քանի հատ գնաց անդե տրակավ Իրանք ասում են հայ զինվորը պետք չէ էլի ջերմուկում զենքով լինի Տուրիստերին կվա արա ասում դուք դուրս եղել եք տեսել եք իր զենքերով են ֆրֆռում ոստիկանությունը իրաց Չեմ ասում տուրիստ չկար սաղ փախել էին այդ գմփոցներից Իրանց թվում էր հայ զինվորի ձեռի զենքից Շարից փորձանքից հեռու այդ դեբիլները սենց են մտածում քար մի վեկալ քարի մեջ արուն կա այդ նույն այդ իրան այդ բանը մամաշների դաստիարակած Քան որ Երխուշտային բարե տղեկը արդեն հոկտեմբերի կեսներ երևի ռազմական ոստիկանությունից զանգինի սր տղեկը իրանց լավ չեն պահում սիրուն չէ էլի միտեղ արտազով է իրանք ուրախանում են բան ասում եմ ռազմապար է դա չեն ուրախանում գոտե պնդվում են այդ ռազմապարով ոգեշնչվում են քարի մեջ արուն կա բա Վարի այսքանով եզրափակվենք Դաժ չգիտեմ մենք կարողացանք այն ինչ որ նախատեսում էինք հասցնենք մեր լսողներին եւ մեզ դիտողներին բայց ամենայն դեպս не всё отлично в датском королевстве լիքը հարցեր կա որ պետք է լուծվի ու այն տարական այն պրիմիտիվ քայլերից մեկը բոլորիս պաշտպանական համակարգի մեջ ներգրավելն է Դի բացարձակ ճշմարտությունն է պետք է ազգը բանակ դառնա այսինքն բանակ դա չի նշանակում որ բոլորը զինվորական ազգ բանակ նշանակում միավորված հասարակություն ու ամենակիչը ասենք ցանկացած չինովնիկ պետք է հասկանա որ ինքը եթե ինչ-որ օբյեկտ ղեկավարում է այդ իր սեփական կալվածքը չի ու այդ օբյեկտում ինչքան սև սպիտակ կա իրանք հավասարազոր են հավասար քաղաքացիներ են համ պաշտպանյալները համ ովքեր որ այդ բանը օբյեկտով բանը պետք է պաշտպանվեն կամ սպասարկվեն Իզուրը դե մտար թե չէ ես էլ կմտնեմ էլի ես իրավունք ունեմ ես քաղաքականությունից դուրս եմ ես քաղաքականությամբ վեր եմ վերևից եմ նայում ասենք ոնց են բալկոնից նայում եմ ոնց են ընդ ներքևը երեխեքը կռիվ խաղում այդ կռիվ խաղալուց շատ կարևոր է որ չմոռանան որ իրար սաղ աղբեր են իրար սաղ քույր եւ եղբայրներ են մինիմում խնամի են Այսքանով ավարտենք այսօրվա հաղորդումը հաջողություն ձեզ ուժեղ եղեք Ստեսություն